Հանուն հոր և որդվո և հոգույն սրբո ամեն։ Այս կյանքը, որ կաբրինք սիրելիներ, կյանքի օրենքներ և կանոններ կան։ Առանց այդ օրենքի մարդուս կյանքը չի շարժիր։ Եվ այդ օրենքը իշխանությունները գտնեն, որովհետեւ կյանքը հեզասար ընթանա։ Օրինակ, երբ օդո կքշես, ուզածը ձևով չես կրնար քշել, եթե գարմիր է, պիտի գնաս, եթե թեղին է, պիտի ուշադիր լաս։ Կանադա եկանք, շատ օրենքներ կան, չենք գիտեր աշխապ շատ թաքս պիտի վճարենք, բայց քանի որ եկանք, իշխանությունը սա պետք է վճարես։ Չենք գիտեր, որ ցյուն պիտի մաքրենք, այսօրվա դակոթի մի խապնվեք, պիտի կա ցյունը, բայց երբ որ ցյունը կա, խոնարհաբար կառնենք մեր պահերը եւ կմաքրենք։ Նույնը մեր ընտանիքներու մեջ է սիրելիներ, ծնողները իշխանություններն են իրենց ավագներու, որ իրենց կեցվածքով հարկանքի, սիրո օրենքները գտնեն, որբեսի այդ ընտանիքը համերաշխարի։ Եվ այսօրվա ավետարանը գխոսի Հիսուսի իշխանության մասին։ Հիսուսի համբավը տարածված էր, մեռելը հարություն տված էր, թզենին ծառը անիծած էր, չորցած էր, ծովը խաղաղեցուցած էր, հիվանդները բժշկած էր, եւ իր հեղինակությունը շատ տարածվել էր։ Եվ երբ որ մտավ տաճարը սրբելու, մաքրելու, որտեղ հոր դունը, աղոթքի դունը, վաճառադուն թափուծեր էին, մոտեցան իրենց փարիսեցիները եւ ասին, որ ինչ իշխանությամբ կնես ամեն ինչը։ Այսինքն ոչ մեզ քահանա չես, մարգարե չես, բայց ինչ իշխանությամբ կնես։ Հիսուսը գիտնալով իրենց մտայնությունը, իրենց հարցումով կպատասխանի։ Գսե Հովհաննեսի մկրտելու իշխանությունը Աստուծմե դրված էր իրեն, թե մարդոցմե։ Մտածեցին իրար մեջ, ասին Աստուծմե դրված էր, մեզի պիտի ասե, եթե ասեք Աստուծմե դրված էր, մեզի պիտի ասե, թե ինչու չհավատացիք իրեն, չէ՞ որ դուք նույն Աստծուն կպատկանիք։ Իսկ մարդոցմե էր, չենք կրնալ ասել, ժողովուրդեն վախնալու, որովհետև ամեն մարդ գիտեր, թե Հովհաննես ճշմարտ դավես մարգարե է։ Վերջը վերջո ասին չենք գիտեր։ Հիսուս ասավ, ես ալցեզի պիտի չպատասխանեմ, թե իմ իշխանությունս։ Եթե այսչափ գործերը չի ցցնել իմ իշխանությունս, ցեզի ես պատասխանելիք չունեմ։ Ուրեմն մենք այս կյանքի մեջ սիրելիներ, մարդկային եւ աստվածային իշխանություններու մեջ միշտ կտատամսենք։ Մեր սրտի մեջ իշխանություն կա, որ մենք լրելյալ կհնազանդենք ամեն օր մեր խոսքերով, մեր մտքերով եւ մեր գործերով։ Կա նյութագանի, մարդահաճության եւ եսի իշխանությունը։ Եթե նյութագանի ըլլա դրամ, ըլլա պրեստիժ, ըլլա հաճույքներ, այդ իշխանության տակ ենք, պիտի կարծենք, որ պետք է շատ դրամ ունենանք, որովհետեւ աստեցություն ունենանք, որ մարդիկ մեզի հարգեն եւ մենք ալ պատվավոր լանք, որովհետեւ դրամը մարդուս հեղինակություն կտա։ Եվ մարդը շատ ադեն կհոգնի, կդարաբի, կմաշի, հիվանդության թուր կհասնի, միշտ աշխարհայինով սպաղելով եւ երբեք ժամանակ չունենալով իր հոգին։ Մարդահաճության իշխանությունը միշտ կսե, որ ես քեզի հաճելի պիտի լինեմ, կամ ես պետք է մրցեմ քեզի հետ, որտեղ ես քեզմե լավն եմ, քեզմե ավելի ունիմ, քեզմե ավելի կարողություններ սպառնեմ։ Այդ յետև չմնալու եւ մրցելու հոգեբանությունը ներքին անաբավությունն է, այդ իշխանության բագասն է, որ մարդը կփորձե լեցնել։ Եվ կա եսի, իգոյի իշխանությունը, որ ամենքս ունենք մեր մեջ անկյունը։ Այսինքն իմ գիծածը ճիշտ է, ես եմ օրենքը, իշխանությունը ինձի կպատկանի, ինչպես օծը Եվային խաբեց դրախտի մեջ, ինչը սավ գեր եւ թուն կդառնաս Աստված։ Այսինքն ամեն ինչ թուն կորոշես եւ Աստված քեզի կծառայի, ոչ թե թուն Աստծուն կծառայես։ Եվ մեղքը սիրելիներ, ըմպոստություն է Աստվածային իշխանության դեմ։ Երբ որ Աստված գսե փամը մի ենեք, ադիգա ոչ թե առաջարկ է, հրաման է, որտեղ ինքը կյանքն է։ Երբ որ մենք հագարակը գործենք, մենք կյանքին հագարանք կերտանք, ինչ կնենք, կմեռնենք։ Ամեն անգամ մենք մեղք գործելով գսենք, որ Աստծո իշխանությունը չենք ուզեր, այլ գսենք, ով է Աստված, որ ինձ իսե, թե ես ինչ եմ։ Ուրեմն հնազանդությունը այսօր դառնում։ Մենք կտեսնենք, որ Քրիստոսի բերած իշխանությունը, իր ծծուցած իշխանությունը սիրով խառնված է, իգո, ես չկա հոն։ Եվ բաղ եւ անանցնական չէ, այսինքն personalized Աստված է ինքը, որ իր իշխանությունը կծծնի։
Օրինակ, երբ որ Զաքեոսը մեծ մաքսաբեր լալով կաշառակեր անց մներ եւ Հիսուսին գուզեր տեսնել, երբ որ ամփոխը պիտի անցներ, ասավ ես կարճահասակ եմ, ծառը բարձրանամ, որպեսզի տեսնեմ։ Իսկ Հարմանս իրեն երբ որ գքալեր, Հիսուս իրեն նայեցավ եւ անունով կանչեց։ Եվ Զաքեոս էր անունը, բայց Հիսուս քուլ ձևով կանչեց։ Զաքեոսավ, վար ինչի, այսօր դու պիտի կան։ Զաքեոսը կսպասեր, որ պիտի հանդիմանե իրեն Աստված, պիտի սեթուն սխալես, գնա ապաշխարի եւ այլն, բայց ասավ դու պիտի կան։ Եվ այդ սիրով իր դունը մտնելը Զաքեոսի սիրտը փոխեց։ Ասավ որ անիրավ ձևով առած են, պիտի վերադարձնեմ եւ ունեցածից կեսը աղքատ ձևով պիտի տամ։ Ուրեմն Հիսուս ինձ ինքը Աստծո որդի կգոչե, բայց մանուկներուն իր քիր կգառնե եւ կորտնե։ Տիեզերքի դեր կգոչե, բայց մարդոց հոգերը կկիսե, կփուժե եւ կմխիթարե։ Ողջերու եւ մեռելերու թադավոր, ինչպես կսենք հոգեանգստյան աղոթքի մեջ, բայց ինքը ըստրուգի մահով մեռավ խաչի վրա, որ մեր փրկիչը դառնա։ Այսինքն Տիրոջ բերած իշխանությունը լման շրջադարձ է, upside down է իր իշխանությունը եւ թակավորությունը։ Եվ գսե եթե գուզեք իշխանություն ունենալ, ես ձեր ոտքերը լվացի, վարդապետը լալով, դուք ալ կոչված եք իրարուց անելու։ Աստվածային իշխանությունը նաև մեզի սիրելիներ մեր comfort-են, հարմանութենեն եւ հանգիստեն դուրս կհանեն։ Եթե ինձի գուզեք հետևիլ, չեք կրնալ աշխարհի իշխանության տակը լալ, ըստ Հիսուս։ Եթե մեկը ուզե ինձի հետևիլ, թող ուրանա իր անձը, այսինքն false self-ը, որ ամենքս կեղծ անձը կստեղծենք մեր մտքի մեջ, որ ասանք դիլա։ Առնե իր խաչը եւ յետևես կա, որովհետեւ ով որ ուզե իր կյանքը փրկել, պիտի կորսնցնես այն, ով որ ինձի համար կորսնցնե իր կյանքը, պիտի գտնես այն։ Այսինքն ով որ իմ իշխանության համաձայն ապրի, մարդիկ դերևս ասեն, որ այս աշխարհի մեջ կորսնցուցել ես, բայց քու դեսիլքը երկնայինի մեջ է եւ ավելի խաղաղության մեջ ես։ Այս աշխարհի հանգիստը մեր իրական կյանքի գորուստի գտանից։ Մարդը որ միշտ ուդելիքի, հաջույքի, դրամաշաբության եւ ադոր մեջ կարծելով հանգիստում ինքը ադի մահվան կտանի։ Իսկ Տերը ինչ կսե մդեք նեղ թուրեն, ոչ թե լայն թուրեն, այլ նեղ թուրեն։ Քանի գորուստի տանող թուրը լայն է եւ ճամփան ընդարձակ։ Եվ շատեր կմտնեն լայն ճամփային։ Մինչ դեպի կյանք տանող թուրը նեղ է եւ ճամփան դժվարին եւ քիչեր միայն կգտնեն այն։ Այսինքն չանք պետք է, երբեմն դերը գտնալ գդրել որոշ բաներ, ցավ ունենանք, տարաբանք ունենանք, բայց ադոր նպատակը դեպի իրեն երթանն է։ Կպատմվի, որ Աշունը տղամը իր մեծ հայրիկի հետ կերթա խաղողի այգիները եւ կտեսնե, որ մեծ հայրը կգդրե այդ խաղողի ճյուղերը, կհոդե եւ դեմը ճուր գիչնի այդ խաղողի ճյուղերը։ Կսե հայրիկ ինչու կգդրես, տես խաղողը գուլա։ Այո, գսես ավագս, պետք է հիմալա խաղողը, որպեսզի քարնանը մեզի բդուկ տա։ Եվ կանցնի դարին քարնանը գերթան կտեսնեն, որ ծաղկեր է խաղողը, տերևները մեծեր են ավելի զորավորցել է, եւ գսեն այ հայրիկ, խաղողը գժպտա հիմա։ Այո դրաս, գսե ադուր համար մենք աշնանը կտրեցինք, որպեսզի ինքը ժպտա եւ խաղող տա։ Նույնը մենք ենք սիրելիներ։ Լայն թուրը հաջույքի, սպառումի, բաժանումի, հբարդության եւ մտավոր հիվանդության կտանի։ Հիսուս երբեմն կառնե եւ կգդրե մեզ։ Աստուծո իշխանության տակ ապրիլը հնազանդություն, պատվիրանները գործադրել, օրինակ հանգիստի օր ունենալ, այսօր շատերը գտարաբին ինչի համար, որտեղ հանգիստի օր չունի, եւ եթե ունին դունը նստած, անչափ բոմբարդմենտ կա սխելքին վրա, որ նստած տեղերը հանգիստ չունի։ Եվ Հիսուս իր իշխանության մասին ասավ. հայ ժամանակը հասած է, փառավոր է որդի, որբեսի որդի դալ քեզի փառավոր է։ Թուն անոր իշխանություն դվիր ամբողջ մարդկության վրա, Տիրոջ ձեռքերը ամեն տեղ կհասնին, որբեսի հավիտենական կյանք տա բոլոր անոնց, որ իրեն տվիր։ Այսինքն Քրիստոսին հետևելը հավիտենական կյանք տանելն է, եւ ադի հոս կճաշակենք, ոչ թե որ մեռնենք երթանք։ Կճաշակենք ներքին խաղաղությամբ, համբերությամբ, իրարու ներելու ուժ ունենալու եւ իրարու սիրելու ուժ ունենալու, հույսով լեցուն քայլեր առնելու եւ Աստծո կամքը մեր գործելավոճը դարձնելու մեջ ապրելու։ Ըստ ամեն իշխանություն դրվեցավ ինձի երկինքի մեջ եւ երկրի վրա։
ամեն ինչ որ մենք կտեսնենք եւ չենք տեսներ Հիսուսի իշխանության ձեռքի տակ։ Անոնց ասավ սորվեցուցեք այն բոլոր բադվիրանները, որ ես ցեզի տվի, եւ ահա միշտ ցեզի հետ պիտի լամ միջև աշխարհիս վաղճան։ Զնել են միջև մահ եւ ատկե հետո Աստված մեզի գճաշտա եւ մենք իր իշխանության տակին։ Ուրեմն այդ իշխանությունը մեզի ճշմարիտ ապաշխարության կտանի։ Ապաշխարությունը ոչ թե տրտմությունն է, այլ ապաշխարությունը շիդակ տեղը փնտրել ուրախություն եւ հանգիստ։ Ապաշխարել կնշանակի ոչ թե եթորանալ ինչ ըրած եմ ադոր վրա, այլ սիրտս փոխեմ եւ շարժվին թեպի լույս, շարժվին ինչ որ Աստծո կամքն է, որտեղ ճիշտ ուրախությունը թեպի Աստված երթալու մեջ է։ Ուրեմն մեր սիրտը կենտրոնացնելն է Աստծո հրավերումը։ Ուրեմն իր իշխանությունը ընդունելու համար սիրելիներ, պետք է քննենք մենք մեզ ամեն օր մեր աղոթքի ժամին։ Պողոս առաքյալը գսել, քննեցեք դուք ձեզ տեսնելու համար, թե նույն հավատքի մեջ կմնաք, Կիրակնորիաս օրվերս 40 տարի առաջ, դեռ նույն հավատն է կամ աճեր է այդ հավատքը։ Փորձեցեք դուք ձեզ, Քրիստոս Հիսուսի ներկայությունը կզգաք ձեր ներստին, ամեն օր կզգաս, որ Տերը հետդ է մեջդ է, թե բարձրապես իր անունը կգրենք, Կիրակի է, դեղ չունենք երթալու, եկեցի եկանք, որտեղ իր անունը կգրենք, այդ չէ նպատակը, այլ Աստծո ներկայացուցիչը լալու երկուշաբթի են մինչև շաբաթ եւ Կիրակի գալ, որովհետեւ նորոգվենք եւ աթոքյով անունով քրիստոնյայի կամ կյանքով կյանքի որոշումները աշխարհի իշխանության համաձայն կառնենք կամ Քրիստոսի խոսքի հավատք ունենք այդ հավատքը կաճի ամեն օր Քրիստոսի հետ մտերմությամբ իրեն լսելով լրության մեջ աղոթքով իրեն հետ խոսելով պահքով զուսպ կյանք ապրելով ժուշկալ բարեգործությամբ ապրելով կամ բարձրապես ծառնը տարին մեկ կջրենք եւ կսպասենք որ կդուր տա սիրով գվարվենք մեզի հանձնված իշխանության տակ գտնվողներուն եթե ծնող ես հավատքին հետ սիրով գվարվիս եթե գործավոր ես կամ գործադեր ես սիրով գվարվիս եթե բարեկամ ես կամ ընկեր ես այդ իշխանությունը որ տրված է քեզի սիրով գվարվիս իրան հետ այն ադեն է որ գիտնանք որ Աստծո իշխանությունը մեր սրտի մեջ է Հետևաբար մեր բոլոր դգարությունները հանցնենք եւ առնենք մտնենք Քրիստոսի իշխանության տակ գսելով Տեր թուն եղիր իմ առաջնորդս, որտեղ առանց քեզի ես կամ այս աշխարհի կամ իմ իշխանության տակ գսեմ, որովհետեւ Դավիթյանը սրտի է։